Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումը Փաշինյանը որակել է պատմական, քանի որ սա Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հայաստանում։ Հանդիպման ավարտին առաջնորդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Վարչապետ Փաշինյանը X-ի իր էջում նշել է, որ այս փաստաթղթով հայ-բրիտանական հարաբերություններում նոր ու խոստումնալից էջ է բացվում։ Դիվանագիտական ակտի որակարգը շարունակվել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ բանակցություններով։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը եւ ստորագրել համատեղ հռչակագիր, որով Հայաստանի եւ Խորվաթիայի միջև հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են ռազմավարական երկխոսության մակարդակի։ Բացի այդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Ելմազը ԵՔՀ-ի շրջանակներում հանդիպել են։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ տարածաշրջանային զարգացումները։ Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Այս կամրջի համատեղ շինաշխատանքները կարող են նպաստել հետագայում երկու երկրների միջև սահմանների բացմանն ու տրանսպորտային կապերի վերականգնմանը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Եվրոպական խորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին նրանց մեղադրելով կողմնակալության եւ երկակի ստանդարտների համար։ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Ալիևը դիմելով լսարանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բացահայտորեն անվանել է անջատողականներ ու պատերազմական հանցագործներ։ Մինչ Ադրբեջանի առաջնորդը թիրախավորում էր վերջին 3 տասնամյակների մեր պատմությունն ու արժեքները, Հայաստանի վարչապետն ու իշխող վերնախավը լուր հետևում են ելույթին, չփորձելով հակադարձել սեփական մայրաքաղաքում հնչող վիրավորական որակումներին։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արտադրության։ Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ բոլոր ոլորտներում։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Իլհամ Ալիևին, որը եվրոպական կառույցներին մեղադրել էր հայամետ ու սադրիչ բանաձև ընդունելու համար։ Մեցոլան շեշտել է, որ Եվրոխորհրդարանը ժողովրդավարական մարմին է, որտեղ ընտրված ներկայացուցիչները որոշումները կայացնում են ձայների մեծամասնությամբ։ Նրա խոսքով, թեև այդ արդյունքները գուցե շատերի համար անհարմար են, սակայն խորհրդարանը երբեք չի փոխի իր աշխատակարգն ու որդեգրած դիրքորոշումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանի վերջին տարիների ժողովրդավարական ուղին եւ արտաքին քաղաքականության վերանայումը։ Ելիսեյան պալատի առաջնորդը բաց տեքստով հայտարարել է, որ տարիներ առաջ այս մասշտաբի միջոցառումը Երևանում պարզապես անհնար էր, քանի որ Հայաստանի ընկալումը աշխարհում բոլորովին այլ էր։ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա եւ այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետեւ 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ։ Մակրոնի խոսքով Թավշյա հեղափոխությունն ու դրան հաջորդած ռիսկերի նվազեցման քաղաքականությունը Հայաստանի համար նոր դռներ են բացել։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն ենք մաղթում, գագաթնաժողովի ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նաեւ նկատել է, որ 24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահը այցելում Հայաստան։ Անդրադառնալով շուրջ 4 տարի ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությանը, Զելենսկին հայտարարել է, թե ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթի ժամանակ։ Ռուսաստանը
մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղսփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ եւ 20-րդ փաթեթը պիտի առաջ մղենք եւ շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին։ Նիստից հետո առանձին հանդիպել են Եվրոպական միության առաջնորդները, միության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ Վլադիմիր Զելենսկին։ Mr. President, why did Ukraine give phosphorus bombs to Azerbaijan? Առավոտյան Կարեն Դեմիրճյանի մարզամերգային համալիր մուտքի ժամանակ լրագրողները հարց էին ուղղել Ուկրաինայի նախագահին, ինչու Կիևը Բաքվին ֆոսֆորային ռումբեր մատակարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Զելենսկին հարցը անպատասխան էր թողել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ոչ պարսոնական քննարկում են ունեցել։ Հանդիպումը կայացել է հենց Ուկրաինայի առաջնորդի նախաձեռնությամբ։ Սրանից ընդամենը 1.5 տարի առաջ Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել Կոբախիձեի դեմ, նրան որակելով որպես այն իշխանության ներկայացուցիչ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին։ Երևանյան այս շփումը կարող է դիտարկվել որպես տարածաշրջանային դինամիկայի փոփոխության կամ նոր դիվանագիտական մարտավարության փորձ, հաշվի առնելով նախկինում հնչած կոշտ փոխադարձ մեղադրանքները։ Մինչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան դաշինքի հարյուրավոր անդամներ բողոքի ակցիա են արել համալիրի դիմաց, իրենց անհամաձայնությունը հայտնելով Հայաստանի կառավարության գործելավոճին։ Ցուցարարները պահանջել են նաև, որ եվրոպացի առաջնորդները ամեն ջանք գործադրեն Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիներին օր առաջ ազատ արձակելու համար։ Իրանական ֆարս գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 2 հրթիռով հարվածել է ամերիկյան ռազմական նավին Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Ըստ իրանական կողմի նավը թիրախավորվել է նախազգուշացումներն անտեսելու եւ առանց համաձայնեցման նեղուց մուտք գործելու փորձի համար, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ ու հարկադրված փոխելընթացքը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը, հայտարարելով, որ ոչ մի ամերիկյան նավ չի վնասվել, իսկ իրենց ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։ Իրանական ռազմական աղբյուրները պնդում են, որ առաջին կրակոցներն արդեն արված են եւ նախազգուշացնում են այլ երկրներին զերծ մնալ ամերիկյան գործողություններին աջակցելուց, սպառնալով նոր ավելի կոշտ սցենարներով։ Ավելի վաղ Իրանը Պակիստանի միջոցով Վաշինգտոնին ներփոխանցել խաղաղության 14 կետից բաղկացած առաջարկ, որը ենթադրում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, շրջափակման վերացում եւ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հետաձգում։ Թրամփը նշել է, որ հակված է մերժել այն, քանի որ Իրանը իր խոսքով դեռ բավարար գին չի վճարել իր գործողությունների համար։ Level set here. I think the Iranians are starting to believe their own. ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը հայտարարել է, որ մինչ Իրանը փորձում է կասեցնել միջազգային նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում, Միացյալ Նահանգները վերականգնում է այն, ցույց տալով, որ նեղուցը ոչ թե իրանցիների, այլ ամերիկյան կողմի բացարձակ վերահսկողության տակ է։ Նա նշել է, որ Իրանի տնտեսությունը կահավիժում է եւ հեգնել։ Everyone says they have Մենք ասում ենք, որ իրանցիները չեն վերահսկում նեղուցը, վերահսկողությունը մեր ձեռքում է, նրանց տնտեսությունը անկում է, բոլորն ասում են, թե նրանք ցավի նկատմամբ բարձր դիմասկունություն ունեն, թե ինչ, նրանց զինվորները հաստատ բարձր դիմասկունություն չեն ունենա, երբ դադար են աշխատավարձ ստանալ։ Для нас предпочтительным является достижение наших целей через сделку, через мирные Եվրոպական երկրներն օգտագործում են ցուցադրական ռուսաֆոբիան որպես պատրվակ ռազմական ծախսերն ավելացնելու եւ դիմակայության գնալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, Եվրոպան փորձում է այս կերպ փոխհատուցել ԱՄՆ-ի պաշտպանական դերի նվազումը, ինչը հանգեցնում է Եվրոպայի հետ շատ կոշտ դիմակայության շրջանի վերադարձին։ Պեսկովը շեշտել է, որ Մոսկվայի համար առաջնահերթությունը նպատակներին հասնելն է դիվանագիտական ճանապարհով եւ խաղաղ համաձայնագրերի միջոցով։ Սակայն եթե Կիևը հրաժարվի բանակցություններից, Ռուսաստանը մտադիր է հասնել իր ուզածին հատուկ ռազմական գործողության շարունակման եւ ավարտի միջոցով, ասել է նա։
Թուրքիայի հարավ-արևելքում մոլեգնող հորդառատ անձրևների ու փոթորիկի հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավորվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի ամբողջ տարածքում պահպանվում է անկայուն եղանակային իրավիճակ։ Երկրի զգալի մասում հայտարարված է վտանգավորության մակարդակ, նախատեսվել են նոր հեղեղումներ և կայծակ։